Մոտենում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը։ Գործընթացը ակտիվացնելու համար Պետեկամուտների կոմիտեն այս ժամանակահատվածում իրականացրել է իրազեկման լուսաբանման աշխատանքներ, անցկացրել դասընթացներ, տարածել հայտարարագրման մասին ծանոթություններ, հայտարարագիրը լրացնելու վերաբերյալ տեղեկացումներ, կայքում տեղադրվել են ուղեցույցներ, հիշեցում վերջնաժամկետի մասին։ Մինչև այժմ հայտարարագիրը լրացնելու որոշակի պասիվությունը ըստ ՊԵԿ ներկայացուցչի հավանաբար գործը վերջին պահին թողնելու իներցիան է։ Այլ խնդիր չկա, համակարգները դրված աշխատում է դեռ նախորդ տարվանից։ 2024-ի հաշվետու տարվա համար 117,000 անձ արդեն լրացրել է հայտարարագիրը։ Համեմատական կարգով նշեմ, որ մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ավելի քան 8,000 հոգի ներկայացրել է հայտարարագիրը։ Հայտարարատու է ավելի քան 700,000 անձ։ ՊԵԿ-ում հիշեցնում են, ովքեր մինչև վերջնաժամկետը դիմել են նույնականացման քարտի համար, բայց դեռ այն չեն ստացել, ստանալու ամսվան հաջորդող ամսվա 25-ն է նրանց համար վերջնաժամկետը։ Հայտարարագրման թեմայի քննարկման ակտիվությամբ պայմանավորված նույնականացման քարտերի պահանջարկը մեծ էր տարեսկզբին։ Դիմումների թիվը օրական գերազանցում էր 1400-ը։ Ցուցանիշները էական նվազեցին արձակուրդային շրջանում։ Չնայած միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հորդորին այն է հայաստանյան հանգստի օրերը օգտագործել նաեւ մարզային ստորաբաժանումներում դիմել ստանալ նույնականացման քարտը, ամռանը դիմելույթությունը 50%-ով ցածր է եղել, նշում է ծառայության ղեկավարը։ 2 շաբաթ է շարունակ մենք ունենք շաբաթական 7000 գերազանցող ցուցանիշ, 7400, 7500, իսկ դրա նախորդող շաբաթները 5000-ին մոտեցող ցուցանիշ, այսինքն նոր ըստ էության նոյեմբերի 1-ի վերջնաժամկետով պայմանավորված հիմա նորից սկսեց աշխուժանալ այս պահանջարկը։ Հիշեցնեմ, որ մենք Երևանում բացել ենք կենթանի հերթով սպասարկման ձևաչափը, վերանորոգել ենք մեր տպիչ մեքենաները, որոշ տեղերում 4-5 անձնագրային ծառայություններում նաև ավելացրել ենք երկրորդ նկարահանող սարքը, որ զուգահեռ 2 պատուհանով սպասարկենք։ Այսինքն թողունակությունը մենք համարժեքորեն ավելացնում ենք։ Իդեպ հայտարարագիր լրացրած 117,000 անձից ավելի քան 44,000-ը օգտվել են սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Ընդհանուր գումարը կազմել է գրեթե 3,8 միլիարդ դրամ։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։